Հուզմունք, վառ հիշողություններ, կարոտ, ահա այս զգացողություններն ունեն 50 տարի առաջ դպրոցին հրաժեշտ տված շրջանավարտները։ Դասընկերների հանդիպումը ուղեկցվում է գրկախառնություններով, հիշողություններով ու հետաքրքիր պատմություններով, որոնք չեն մոռացվել ու դժվար թե երբևէ մոռացվեն։ Ինչպես առաջին անգամ այս կրթօջախ ոտք դնելիս հիմա էլ այս մարդիկ դպրոց են մտնում նույն հուզմունքով։ Իսկ դպրոցում ամեն ինչ նույնն է, նույն դասարանը, նույն տեղերում են նստում աշակերտները, այստեղ են նաև մատյանները, որոնց միջոցով շրջանավարտները նաև ներկա ու բացակա աշակերտներին են ստուգում։ Դպրոցի 50 տարվա շրջանավարտներին սիրով ողջունում է նաև դպրոցի տնօրենը։ Ցանկանում եմ ձեզ առողջություն, երկար տարիների կյանք, որ 60-ամյակին էլ դպրոցի նույնիսկ առողջ լինեք, սաղ լինեք ու գաք հանդիպան։ Հոբելյանական հավաքին շատ շրջանավարտներ մասնակցում են առաջին անգամ։ Նախորդ հավաքներին ներկա գտնվել չի հաջողվել։ Շրջանավարտները ցավով են հիշում բացակա 5 ընկերներին։ Սա մեզ համար մի շատ հետաքրքիր եւ հաճելի հանդիպում է։ Եվ ցավոք մեր 10 տղաներից 5-ը չկան այսօր, բայց ես իրանց նկարները ներկայացրել եմ, դա բոլորն էլ տեսան, հիշեցին իրանց։ Լևոն Մանուկյանի խոսքով հանդիպումը կազմակերպել է երբեք դժվար չի լինում։ Բոլորն էլ սպասում են այս հանդիպմանը եւ շատերը հավաքին ներկա գտնվելու համար գալիս են արտերկրից։ Դասարանի 20 աշակերտներից հոբելյանական հավաքի ներկա են 13-ը։ Մեծը շրջանավարտների հուզմունքը, այս դասարանը եզակի է։ Քիչ չի անցել, 50 տարի անցել, ով կպատկերացներ, որ ճիշտ ասած ուշում կուզեի սովորեմ նախ դպրոցում, ասուտ չեմ ասում, մյուս կողմից է շատ ուրախ է, որ ես ընկերներիս հանդիպել եմ, մենք առաջի դասարանից միասին ենք ելել, նենց մեր աշակերտներից, մեր ընկերներից նենց կա, որ դաժե մանկապարտեից ենք միասին ելել, պատկերացրեք ինչ ընկերություն ակել, ու շատ հույսով եմ, որ պետք է որ 55-69 էլ հավաքվենք, քանի որ դա մեր մոտ տրադիցիա դառ է ու ամեն 5 տարին հավաքվում ենք։ Թվում է թե երեք ենք վերկացել նստարաններից։ Հետ չի զգացվում, որ ասենք այդ 50 տարին անցել է։ 50 տարի, ախր պլյուս 11 տարի էլ որ առաջի դասարան ենք նստել։ 61 տարի։ Մենք իրար գիտենք։ Իմացողները շատ զարմանում են, որ ասում ենք մենք 5 տարին մեկ հավաքվում ենք ու այդ իմացողներն էլ ասում են մենք նույնիսկ չենք հիշում մեր դասընկերների անունները, ազգանունները, ոնց կարելի է չհիշել, մանավանդ որ 5 տարին մեկ հավաքվում ենք, հանդիպում ենք։ Մենք շատ կապված ենք եղել, շատ ջերմ, մենք մեր պրոբլեմներով ընդհանուր, միշտ այդ հարցերը միասին ենք լուծել, միշտ մեկս մյուսով ապրել ենք, հաջողություններով ուրախացել, անհաջողություններով տխրել, մեզ համար եղել է դա ընդհանուր պրոբլեմ։ Չգիտեմ, ես Ալավերդիում նման դասարան, ինքս մանկավարժ եմ աշխատել այդքան երկար տարիներ, ես նման դասարան չեմ հանդիպել, չեմ տեսել։ Մերը մի ընդհանուր մեծ ամուր ընտանիք ա եղել եւ մինչեւ հիմա։ Մենք շատ կապված դասարան ենք եղել։ Ավարտելուց հետո էլ անընդհատ մենք կապ ենք ունեցել, 5 տարին մեկ հավաքվել ենք, բայց այդ ընթացքում էլ էլի ուրախությունների, տխրությունների մասնակցել ենք։ Այ ընկերուհին հետևում նստած, ինքը 8-րդ դասարանից է դուրս եկել դպրոցից, բայց մինչև հիմա ինքը մեզ հետ է։ Մի քանի անգամ չի մասնակցել 5 տարիների ընթացքում, բայց այսօր 50 տարին լրանալով ինքը եկե մասնակցել է։ Շրջանավարտները պատմում են, որ մինչև հիմա շատ ջերմ կապեր ունեն նաև իրենց դասղեկի հետ։ Ցավոք առողջական խնդիրների պատճառով դասղեկ Տատյանա Տիմոֆեևնան ներկա չի գտնվում դպրոցում, սակայն շրջանավարտները նրանք այցել են տանը։ Այսօր գնալու ենք իրանց տուն, այնտեղ մի քիչ կմնանք, նոր ռեստորանում միջոցառում ունենք։ Այսօր էլ մեր դասարանի Մեջլոմյան Բալոջայի ծննդյան օրն է, այնտեղ կնշենք մեր 50-ամյակն էլ մեր հիշողությունները, ամենքս մեր տանը ինչ նկարներ ունենք, բերել ենք, նայում ենք, տեսնում ենք, շատ ենք էքսկուրսիաներ գնացել միասին, մինչև հիմա ծնողներով,
շատ լավ կյանք ենք ունեցել դպրոցական տարիներին, հիմա էլ շարունակվում է։ Հնչում է նաև դպրոցի զանգը, իսկ շրջանավարտները հիշողություններով կիսվելուց հետո հերթական անգամ հրաժեշտ են տալիս սիրելի դպրոցին 5 տարի անց կրկին հանդիպելու սպասումով։ Մերիկ Օլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։